Մենք եթերում ենք շարունակում ենք սիրելիներ եւ շարունակելու ենք խոսել երաժշտությունից, արվեստից ու մի շատ կարևոր նախաձեռնությունից, որ կարծում եմ բացարձակ քննարկման ենթակա չէ եւ նման նախաձեռնությունները ծրագրերը իսկապես հարկավոր են ամեն օր, ամեն րոպե եւ ամեն վայրկյան։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացրել է երաժշտական եւ արվեստի դպրոցներում ներառականության ապահովման ուղղված դասընթացներ ծրագիրը։ Շատ ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրի հետ։ Այսօր մեր հյուրն է երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Տիկին Կարապետյան, ինչպես եւ ինչից ինչ անհրաժեշտությունից ելնելով ձևավորվեց այս ծրագիրը։ Շատ լավ։ Գեղարվեստական կրթությունը առհասարակ շատ կարևոր դերակատարություն ունի այսօր երեխաների համար։ Այն կարծես կամուրջ է հանդիսանում երեխայի ներաշխարհի եւ արտաքին աշխարհի միջև։ Այստեղ երեխաները ոչ միայն սովորում են երգել, պարել, տարբեր խմբակների հաճախել, որոշակի հմտություններ սովորել, այլ նաև իրենց հոգեկան աշխարհը կարգավորելու, ինքնադրսևորվելու հիանալի դաշտ է, եւ հենց մեր կենտրոնը երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը արտադպրոցական հաստատություն է, որտեղ շուրջ 950 երեխա ստանում է գեղարվեստական կրթություն, մասնակցում է տարբեր խմբակների եւ ակտիվ փորձում ենք իրենց ներգրավել մշակութային կյանք, մասնակցում են տարբեր մրցույթների, փառատոների եւ այսօր ապացուցում են, որ իրենք կարող ուժ են, իրենք կարող են։ Մենք առհասարակ ցանկանում ենք ոչ հատուկ ինչ-որ ներառական ոչ միայն միջոցառումների մասնակցեն, այլ գնան եւ մյուս երեխաների հետ իրենց հավասար մասնակցությունը ցուցաբերեն, դա շատ կարեւոր է, ոչ միայն մեր երեխաների համար, այլ առհասարակ հասարակության համար, որովհետեւ այստեղ ձևավորվում է բազմազանությանը ընդունելու այդ մշակույթը, մեկը մյուսի նկատմամբ հարգանքը եւ ապացուցված է, այո, այն երեխաները, ովքեր սովորում են ներառված միջավայրում, իրենք շահում են երկկողմանի։ Եվ այս բացը կար արվեստի եւ երաժշտական դպրոցներում եւ 2022 թվականից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ մենք սկսեցինք այս ծրագիրը, արդեն 4-րդ տարին էր այս տարի իրականանում էր եւ նպատակը նա էր, որպեսզի երաժշտական եւ արվեստի դպրոցի մանկավարժներին փոխանցել հմտություններ, որպեսզի իրենք կարողանային աշխատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ Ձեռքբերումները մի քանիսն են, նախ որ իսկապես այս ամեն ունի արդեն պետական աջակցություն, ձեռքբերումներից մեկն այն է, որ ներառականության ապահովման համար մենք օգտագործում ենք մշակույթի եւ արվեստի միջոցը, որովհետեւ երեխաները երբ ստեղծագործում են բոլոր ժամանակներում դա ապացուցված է, որ լավագույն տարբերակն է նման խնդիրներ ունեցող երեխաների մոտ ներդաշնակությունը հոգու ապահովելու համար եւ շատ հաճելի է նաեւ, որ ոչ միայն կան առանձին խմբակներ, այլ նաեւ այս ամենը միտում ունի ընդհանուր դասարանական միջավայրերում, հա, երեխաների շփումը, մեկտեղումը եւ մասնակցելը յուրաքանչյուր հանդեսներին կամ դասավանդումներին եւ այլն, բայց այստեղ շատ կարեւոր մի բան էլ եկեք հաշվի առնենք, ովքեր են դասավանդողները եւ այս ծրագրի շրջանակներում ինչ մասնագիտական հմտություններ եւ ձևաչափեր են ձեռք բերում շփման հետ երեխաների։ Մեր մանկավարժները, հատկապես արվեստի եւ երաժշտական դպրոցների շատ պատրաստակամ են, մեծ ոգևորություն կար, տարեց տարի շատանում են մանկավարժների քանակը, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացներին, սա փաստում է, որ մեր մանկավարժները պատրաստակամ են եւ ցանկություն ունեն աշխատելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին եւ սա ողջունել է, որովհետեւ մեր պետությունը որդեգրել է ներառական քաղաքականությունը եւ բոլոր երեխաները պետք է կարողանան սովորել հավասար պայմաններում։ Շատ մանկավարժներ կային, ովքեր ինչ-որ բան սկսել էին արդեն իրենց աշխատանքը եւ իրենց համար կարեւոր էր հասկանալ ճիշտ ուղղությամբ են իրանք ընթանում եւ շատերը կային ցանկություն ունեին, պարզապես պակասում էր այդ գիտելիքները եւ իր ուրախություն մեզ մենք արդեն լսում ենք այն արձագանքները, որ կան մանկավարժներ, որ սկսել են աշխատել երեխաների հետ եւ հաջողություն ունեն։ Առաջի փուլով մենք մանկավարժների հետ անցկացնում ենք դասընթացներ հայաստանյան մասնագետների մասնակցությամբ, ներառականության մասնագետների եւ երկրորդ փուլով
արդեն արտասահմանյան մասնագետներն են, որտեղ շատ կարևոր է նաև աշխարհի փորձի տեղայնացումը։ Եվ հստակ արդեն ունենք նաև համագործակցություն նրանց հետ։ Այո, իհարկե, արդեն 4-րդ տարին է, մենք համագործակցում ենք, ամեն տարի տարբեր երկրներից գալիս են մասնագետներ երաժշտական ոլորտի, դեկորատիվ կիրառական արվեստի ոլորտին եւ հենց օրեր առաջ մենք ամփոփեցինք ծրագիրը Ֆրանսիայից ժամանած մասնագետի հետ, ով ուներ 100 հոգանոց աուտիզմ ունեցող երիտասարդների եւ մեծերի երգչախումբ եւ այնքան մեծ էր ողջավորությունը, վարպետության դասեր իրականացրեցինք, նաեւ երեխաների հետ շփվեց, որոշակի ուղղություններ ցուցաբերեց եւ մենք հանդիպեցինք այն մանկավարժների հետ, օրինակ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ովքեր այդ քաջությունն են ունեցել եւ աշխատում են երեխաների հետ եւ մեծ ողջավորություն կա մեզ համար էլ, որ մենք տեսնում ենք արդյունքները։ Այս տարի մենք ներառել էինք 7 մարզ եւ քաղաք Երևանը, որտեղ իրականացրեցինք դասընթացները, կարելի ասել այս 4 տարում գրեթե բոլոր մարզերում իրականացվել են, Սյունիքի մարզը եւ Վայոց ձորն է մնացել, որը կարծում ենք հույս ունենք դեռ հաջորդ տարի նաեւ կներառենք այս մարզերը, եւ ասեմ մենք Շիրակում իրականացրեցինք, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ մյուս մարզերում նախատեսել էինք օրինակ Գյումրիում 30 մասնակից, բայց 90 մասնակից էր եկել հենց իրենց ցանկությամբ, սա շատ ոգևորող է։ Մենք հասկանում ենք, որ մարդասիրությունը եւ այդ պատրաստակամությունը մանկավարժների շատ մեծ է։ Այսպեսի մեծ լայնամասշտաբ ծրագիր եք դուք ներկայացնում, ես պատկերացնում եմ ինչպեսի բարդ փուլերով եք դուք անցել, հետաքրքիր էր խոչընդոտների հանդիպել եք կամ եթե հանդիպել եք ինչպես եք դրանք հաղթարել, որովհետև ձեր ասածով շատ մեծ ու լայնամասշտաբ է գրեթե բոլոր մարզերը Հայաստանի այս տարի 83 երաժշտական եւ արվեստի դպրոց է ներառվել, շուրջ 300-ից ավելի մասնակից։ Առաջին քայլերի անելիս դասընթացների դժվարություն ենք ունենում կարծրատիպերի հետ կապված, թերահավատություն է, որը ժամանակ լինում մանկավարժների մոտ, այդ բողոքները, բայց շատ լավ հարթակ է, որպեսզի իրենք բարձրաձայնեն իրենց վախերը, բողոքները, որպեսզի մենք հասկանանք ինչ դժվարություններ ունեն, եւ այսպես առաջի հանդիպմանը գուցե sense թերահավատորեն գան, բայց հետո այնքան ողջավորություն է լինում, հենց իրենք են իրենց ասում, որ սկզբում չենք ուզեցել գալ, այսպես եկանք, բայց հետո հասկացանք, որ ինչքան կարեւոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելիս, այս հմտությունները իրենց կօգնեն նաեւ ընդհանուր իրենց գործունեության մեջ, որովհետեւ այստեղ մենք խոսում ենք հոգեբանության մասին, ծնող երեխա մանկավարժ հարաբերությունների, շրջակա միջավայրի հարմարեցման եւ շատ այլ մեթոդաբանությունների, որը որ իրենք անկախ նրանից ինչ երեխայի հետ կաշխատեն, իրենք կկիրառեն այս հմտությունները։ Մի փոքր ավելի մատչելի դարձնելու համար ծրագիրը բոլորի համար ես կխնդրեի նաև առանձնացնել ձևաչափը, ինչպես են ընտրվում այն երեխաները, որոնք ունեն այս ամենի կարիքը, որովհետև գործ ունենք տարբեր տարիքային խմբերի հետ, տարբեր տեսակի խնդիրների առաջ են կանգնում, մտածողությունը անգամ տարբեր եւ երեխաների ծնողների եւ ընտանեկան, ինչպես է կարողանում համակարգել, ձևավորել խմբերը եւ այլն, մի փոքր համակարգման մասին։ Դասընթացները նշեմ, որ մանկավարժների համար են, ուղղակի վարպետության դասերի ընթացքում մանկավարժները, ովքեր սկսել են աշխատանք, մենք վարպետության դասեր ենք իրենց հետ իրականացնում, երեխաների տարիքային խումբը արտադպրոցական հաստատություններ հաստատող երեխաների համար է, 6-ից 18 տարեկան, մեր կենտրոններ օրինակով կարող եմ ասել, 6-ից 17 տարեկան երեխաները եւ պատանիները մասնակցում են, իրենց ցանկությամբ իրենք նախընտրության ընտրում են, թե որ խմբակներ են ուզում օրինակ հաճախել եւ ընթացքում սոցմանկավարժի նաեւ ուղղորդությամբ եւ օգնությամբ այսպես գտնում են իրենց արդեն ուղղությունը եւ մասնակցում են դասընթացներին, իսկ արվեստի եւ երաժշտական դպրոցներում նույն կերպ ընդունելություն է տեղի ունենում, այդպես ընտրվում են ըստ իրենց ցանկության, այդպիսի բաշխում չկա, որ մենք ընտրենք, թե որ երեխաները պետք է սովորեն, ոնց որ մյուս երեխաները բոլոր այդպես ընթանում է իրենց ընդունելության ընթացքը։ Տիկին Կարապետյան, ես տեսնում եմ ձեր սեղանին տրված, կասեք
ինչ են եւ ովքեր են Այո։ պատրաստել։ Սա պատրաստել են մեր կենտրոնի սաները, հենաշարժողական խանգարումներ ունեցող թիվ 17 դպրոցում մենք ունենք խմբակ կավագործության եւ Ստեփանավանի մասնաճյուղի Մարաշի ասեղնագործության խմբակի աշխատանքներն են։ Ասեմ, որ մեր երեխաները շատ տարբեր ուղղություններով են զարգանում եւ ոչ միայն այստեղ գեղարվեստական կրթություն են սովորում, մենք նաեւ ուզում ենք ձեռներեցության գաղափարը զարգացնենք, որպեսզի հետագայում, ապագայում նաեւ որպես մասնագիտություն կամ նաեւ աշխատանք իրենք ունենան այսպիսի հմտություններ եւ նաեւ տարբեր ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների են մասնակցում, սա մեր երեխաների կողմից ձեզ կփոխանցեմ։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ ենք, անպայման կվերցնենք, իսկապես շոուի չէ այս ամեն ինչը շատ եւ որպես վերջաբան արդեն դրական արդյունքներով թերևս ամփոփենք, հա, որովհետեւ այ հենց այս պահին մենք տեսնում ենք արդյունքներից երկուսը, որոնք դրված են մեր տաղավարում, մեր սեղանին, 4 տարվա գրեթե պատմություն ունեցող ծրագրի շրջանակներում ունենք արդեն լիարժեք այսպես գրանցած հաջողություններ, որ այդ երեխաները այսպես հավասար իրավունքներով եւ արդեն իսկ որոշակի հմտություններ ձեռք բերած կարողանում են հանդես գալ մյուս երեխաների հետ նվագարաններում կամ երգչախմբերում արվեստի մեջ մի խոսքով։ Այո, կարելի ասել շատ առաջընթաց կա Հայաստանում, դա փաստում է վերջին տարիների միջոցառումները, որտեղ երեխաները մասնակցում են առհասարակ, եւ նաեւ երաժշտական դպրոցներում օրերս առաջ մեզ նաեւ հրավիրեցին, որտեղ որ երեխաները այո մյուսների հետ հավասար ելույթ են ունենում եւ ավելին կարող եմ ասել, որոշ դեպքերում երեխաները մենք նաեւ տեսնում ենք համաշխարհային մշակութային պատմությունից, որ երբեմն այո իրենք կարող են ավելին, դա ապացուցված է ամեն դեպքում, այո, ապացուցված է, մենք պատմության տեսնում մեջ ենք այդ այդպես է։ մեծ հանճարներին, ովքեր որ ունեցել են որոշակի առանձնահատկություններ եւ մեծ հաջողությունների են հասել, կարծում եմ մեր երեխաները մանկավարժների օգնությամբ կարող են այո կայանալ եւ ինչու ոչ գուցե ապագայում մենք ունենանք Բեթհովեն կամ այլ այդպիսի հանճարներ այդ երեխաների թվում։ Ի վերջո այս ամենից հասկանում ենք, որ կա մի շատ կարևոր արժեք, որ կոչվում է մարդ, հարգենք դիմացինին, հարգենք իրավունքները, հոգեբանորեն լինենք շատ դրական տրամադրված այն առանձնահատկություններով երեխաների կողքին, ովքեր ինչու ոչ այո կարող են հանդիսանալ մեր ամուր ներկան, իսկ հետո արդեն կվայելենք նրանց հանճարեղ ապագան։ Շնորհակալ ենք ձեզ առավոտը մեզ հետ սկսելու համար ու այս կարևոր ու հետաքրքիր լավ լի թեմայից խոսելու համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք Աննա Կարապետյանին մաղթում ենք դրական օրվա շարունակություն, երաժշտական ռիթմեր այս վայր մեր եթերում մնացեք մեզ հետ, սա առավոտ լուսոն է, համեցեք։